Գենդի Սինտ Պիտերս կայարանն է։ Միշտ մեր քաղաքից որ գալիս եմ այս կայարան, գնացքով էստեղ եմ գալիս, էստեղից էլ տրամվայով գործի եմ գնում։ Շատ սիրուն կայարան է, հիմա ես արդեն քանի տարի է վերանորոգում են ու երկար հələ կտևի։ Օրը կիրակի է, բայց շատ մարդ կա։ Ու տրամվայն ու ավտոբուսն էլ որ անվճար է, դրա համար շատ են դուրս եկել։ Մենակ այսօր անվճար իհարկե։ Գնացքների գրաֆիկները այստեղ էս հին մեթոդներով գրած բաների վրա պատերին մարդիկ կան, այդտեղ են նայում կարդում։ Նայեք ինչ վիճակում է հիմա կայարանը, սարքում են։ Ընթացքի մեջ է, ուղղակի երկար կտևի։ Ես կոնկրետ արդեն 6 տարի է ես եմ տեսնում, որ այս վերանորոգումը սկսել են, թե ինչքան շուտ են սկսել, չգիտեմ, ու թե ինչքան կշարունակվի, դա էլ չգիտեմ։ Գնում ենք մեր պերոնը, 8-րդ պերոնից է գնացքը շարժվելու, Գենտից տուն ենք գնում։ Մի օր գործից տուն էի գնում, այս շարժասանդուղքով բարձրանում էի, մեկ էլ տեսնեմ մի մարդ հակառակ կողմից, այն որ իջնում են, արագ, ինքը ուզում է այն մյուս կողմից բարձրանա,
փոխանակես կոմով բարձրանա, մտածում եմ մեծ էլ մարդ էր, ասում եմ, ես ինչ անում, դու մի ասա, այնտեղից որ իջնում էր, կեսից հիշելա, որ ճամպրուկը մոռացել է գնացքի մեջ ու փորձում է հենց այդ նույն տեղից արագ ետ գնա, որ քանի գնացքը չի շարժվել, հասցնի ճամպրուկը վերցնի։ Մինչև ես վերև բարձրացա հասա գնացքին, տեսնեմ այդ մարդը հասել էր ճամպրուկը վերցրել էր, իջնում էր, նայեց ինձ, ժպտացի, ինքն էլ ժպտաց անցավ, խորը շունչ քաշելով։ Հակառակի նման մոտս ոչ մի բան չկա, որ տամ աղավնուն, բայ չէ, բան ունեմ, ընկույզ ունեմ, ես հանեմ կգցեմ թող ուտի։ Երեկ չառաջ օրը գործից տուն գնալուց խնձոր կար մոտս, կիսեցի տվեցի, գծեցի, գցեցի, բայց չկերավ։ Այնքան ցուրտ է, եղանակը ոնց կարա այսպես կտրուկ փոխվի։ 29 աստիճանից իջել է 12 աստիճան, լավ ցուրտ է։ Փոշմանել եմ, որ հաս բաճկոն չեմ հագել։ Գնացքին եմ սպասում։ Մի քանի րոպե, մի 10 րոպեից պետք է գա, բայց լավ ցուրտ է։ Մի հատ տաք կապուչինո վերցրի, խմեցի, բայց էլի ցուրտ է։ Ջուլետան էր հարցրել, բացի կապուչինոից ուրիշ սուրճ չկա, մեր գործի տեղը կա, տարբեր սուրճեր կան, բայց ես չեմ սիրում, այնտեղ էսպրեսո բան էլ կա, բայց դրանք շատ թունդ է, իմ համար չեմ կարող խմեմ, որ խմում եմ, մի անգամ փորձել եմ, 2 անգամ խմեցի, սրտի ծակոսներ ունեի, դրա համար չեմ խմում։ Կապուչինոն էլ դե գիտեմ կալորիաները շատ են, 1000-ից 1 այնպես չի որ ես հաճախակի խմում եմ, չէ։ Մեկ խմում եմ այդպես, հիմա էլ մի հատ խմեցի տաքանալու համար, բայց խմել շատ համով կապուչինոյ այստեղինը, Սինթ Պիտերսի կապուչինոները։ Ամսվա առաջի կիրակի օրերը Գենտում գնացները չէ, տրամվայներն ու ավտոբուսները անվճար են, այսինքն կարելի է անվճար երթևեկել, խանութները բաց են դրա համար, բաց խանութների, կոպսոնդակ են ասում, այսինքն ամսվա առաջի կիրակի օրը խանութները, հագուստի խանութ բաները բաց են, այդ օրը տրանսպորտ անվճար են արել, ձրի են արել, որ մարդիկ շատ գնան, շատ օգտվեն, դրա համար քաղաքը շատ մարդաշատ էր այսօր, տրամվայն էլ էր լիքը, շատ էին մարդիկ, ես էլ ասում եմ, ես ինչ էր շատ հանկարծ հիշեցի, որ այսօր առևտրի կիրակի է, բաց են խանութները, շատ տրամվայների մեջ կամ ավտոբուսների անջատում են այդ սարքերը, որ մարդիկ ուզում են սկան անեն, չի աշխատում, անջատած է լինում, բայց հիմա անջատած չէր, ով չգիտեր, Տոմսը սկան էր անում, ով գիտեր, չէր անում, դե ես գիտեի, բայց հիմա աբոնոմենտ անեի, չէր վնասի, չէր խանգարի, հիմա արդեն 3 եվրո է դարել մի ուղղությունը, 250-ի փոխարեն 3 եվրո է դարել, եթե կարելի է մի օր անվճար օգտվել, ինչի չօգտվեն մարդիկ, տեսնում եք, չէ ոնց եմ մրսում, կարելի էր անգամ փաստշահ վերցնել, գցել, ես չեմ հիշում, որ մեր մոտ Հայաստանում եղանակ այսպես մի անգամից կտրուկ փոխվեր, 17 աստիճանով, պատկերացրեք, 17 աստիճանով իջել է, բայց երևի այսօր ամենացուրտ օրն է, իրիկունը գիշերը կարծեմ 4 աստիճան պետք է լինի, եթե չի փոխվել մի քանի օր առաջ էի նայել, բայց վաղը մի քիչ կբարձրանա էլի, եղանակի տեսությունն եմ էլի հաղորդում, ուղղակի ասում եմ զուտ համատելու համար գիտեմ, որ հետաքրքիր է, այդպես ժողովուրդ ջան, այն մի կողմում էլ լիքը մարդ կա, մենք Բրյուսելի գնացքին ենք սպասում։ Լավ է եկավ, նստենք, մի 10 րոպե կա շարժվելուն, բայց գոնե գնացքի մեջ կտաքանանք։ Նստել եմ սուրճս խմեմ, եղանակը շատ ցուրտ է այսօր, այնքան կտրուկ է այս փոփոխությունը ու երևի խոնավությունից է, երևի չէ, հենց խոնավությունից է, որ այս փոփոխությունները շատ զգալի են էլի ազդում, ասենք մի 2 աստիճանի տարբերությունը մի անգամից զգացվում է, հիմա դե պատկերացրեք
միանգամից 15, 16, 17 աստիճանի փոփոխություն։ 2 օր առաջ այդքան շոգ էր 29-30 աստիճան, այսօր արդեն 13 աստիճան, 13-14 աստիճան, լավ ցուրտ է։ Ասեցի մի հատ սուրճ խմեմ, չնայած չեմ խմում սուրճը, այդպես երևի 40 աստիճան, 50 մաքսիմում, այսպես եմ սիրում խմեմ։ Հետն էլ ասեցի, քանի ժամանակ հիմա մի քիչ ժամանակ ունեմ, ավելի լավ է հարցեր ունեմ, որ գրել եք ու չեմ պատասխանել։ Հիմա այդ հարցերին կպատասխանեմ, եթե էլի կլինեն հարցեր, որ դուք գրել եք ու ես չեմ պատասխանել, ներող եղեք, ժողովուրդ ջան, կարող եմ մոռացել եմ սկրինշոտ անեմ ու դրա համար չեմ պատասխանել, ներողություն եմ խնդրում, խնդրում եմ նորից գրեք, եթե կան հարցեր, որ գրել եք ու մինչև հիմա չեմ պատասխանել։ Հիմա սրանք ինչ որ սկրինշոտ է արել, տետրի մեջ գրել եմ, որ բաց չթողնեմ։ Ուրեմն կատուները քանի տարի են ապրում։ Կատուները ինձ էլ էր այս հարցը շատ հետաքրքիր, քանի որ նայում էի մեր Քսենիային ու մտածում էի, ես մտածում էի կարող է մի 8-9 տարի, բայց չէ, փաստորեն կատուները միջինը մի 13-ից 20 տարի ապրում են։ Ու հետաքրքիր է, որ ինչից են էլի մահանում կամ սատկում, սատկել մի քիչ կոպիտ է հնչում, բայց կենդանիներին ասում ենք սատկել, դե չէ, լավ մահանում ասեմ մեր Քսենիան վերջը։ Կարող է վնասվածքներից մահանան, կարող է երիկամի հիվանդություններից, անգամ քաղցկեղով են հիվանդանում կատուները, 12% կատուները քաղցկեղից են մահանում, իմ համար շատ զարմանալի էր այդ։ Ու այնպես որ այդքան կյանք են ունենում կատուները ու դե տարբերություն մարդկանց արդեն նայած տերերը ինչ ձև են խնամում, չնայած ինձ թվում է հիմնականում եթե տան մեջ կատու են պահում, լավ են խնամում։ Եթե դրսերում օրինակ գյուղերում որ կատու էինք պահում, այն ժամանակ ինչ պահել ենք, որ կատու էր գալիս, կեր էինք տալիս, մնում դառնում էր մեր կատուն, իրանց համար ման էին գալիս էլի սովածանում գալիս էին, մի բան տալիս էին, ուտում էին ու այդպես դուրս էին գնում, անընդհատ դրսում էին։ Հիմիկվա նման չի, որ կատուները անպայման տան մեջ պահենք։ Այդպես ասենք հաջորդ հարցին, ուրեմն ուզում եմ իմանալ ինչպես են խմում վիտամին D-ն ու որտես, ինչպես եմ ես խմում հարցրել են, անունները չեմ գրել, ներող կլինեք, ով է հարցը տվել, վիտամին D-ն ես ինչպես եմ խմում ու որ տեսակի, ես այդ մի վլոգի մեջ ասեցի, որ արդեն մի ամիս ավել կլինի վիտամին D-ս վերջացել է ու չեմ խմում, բայց ես ուրեմն մենակ ինձ վիտամին D-ն այդպես էր նշանակել բժիշկը, հետո որ ես ձեզ ցույց տվեցի, իմ շատ սիրելի բաժանորդներից գրել էին, որ պետքա առանձին այդպես չխմել, պետքա ինչ-որ բանի հետ խմել, բայց ես արդեն սկսել էի խմելը ու որ բժիշկն էլ չէր ասել, իհարկե ընկա այսպես բաների մտքերի մեջ, որ երևի այսպես թերի է, մի բան պակաս է, դե որ այդպես էի գրել ու դուք շատ ճիշտ եք, ես ուղղակի զարմանում եմ էլի, որ բժիշկն ասում է մի բան էլ մենք պետք է ասենք, բա մենակ խմեմ, թե ուրիշ ինչի հետ խմեմ, որ օգուտ տա։ Վիտամին D-ն հա պետք է խմել K2-ի հետ, որ օգուտ տա։ Ես անգամ իմ մոտ նշումներ եմ արել, որ ձեր հետ էլ կիսվեմ, որ օգտագործելուց գոնե լիարժեք օգտագործենք, օգուտ տա, թե չէ ինչի համար ենք խմում։ Վիտամին D-ն որ օրգանիզմը յուրացնի, պետք է խմել առավոտյան կամ կեսօրին, ճաշի ժամին, իրիկունը պետք չի խմել, որ քնի վրա չազդի, ու պետք է անպայման ուրիշ վիտամինների հետ, վիտամին K2-ի, մագնեզիումի հետ զուգակցել, որ ճիշտ յուրացվի օրգանիզմում, վիտամին D պետք է ընդունել ինչ-որ ճարպային բանի հետ, օրինակ կամ սալմոն ձկի հետ, կամ ընկույզի, կամ ավոկադոյի, կամ ձիթապտղի ձեթի հետ, որ օգուտ տա, որ այդ ճարպային միջավայրում է էլի ինքը յուրացվում, լուծվում։ Վիտամին D-ն պետք է խմել վիտամին K2-ի հետ, որպեսզի ասում է կալցիումը հասնի ոսկորներին, պետք է K2-ի հետ խմել։ Հակառակ դեպքում ստացվում է, որ անիմաստ ենք խմում, այսինքն ես այդքան վիտամին D որ խմում էի, երևի անիմաստ էի խմում, չնայած ոսկորներից այդպես բողոքներ չունեմ։
որպեսզի օրգանիզմում վիտամին D-ն ակտիվանա, պետք է մագնեզիումի հետ խմել։ Իսկ ես իհարկե որ խմում էի վիտամին D-ն, այսպես մագնեզիումը խմել վերջացրել էի, չէ, բայց ինձ մոտ այդպես զուգադիպեց։ Վիտամին D-ն ես խմում էի, այդ ընթացքում մագնեզիումն էլ էի միաժամանակ խմում, բայց այնպես չէր, որ բժիշկները ասել, ուղղակի այդպես էր զուգադիպել, ես այդպես էի արել։ Բացի դրանից վիտամին D-ն, որպեսզի իմունիտետը, այդ իմունային համակարգը լավանա, պետք է խմել վիտամին A-ի հետ, բայց վիտամին A-ն պետք է չչարաշահել, որ հակառակ էֆեկտը չտա։ Դրա համար ցանկալի է, որ այս վիտամինների բաների հետ կապված ամեն ինչը էլի բժշկի հետ խորհրդակցել կամ տեղատան աշխատողի հետ խորհրդակցել։ Այդպես իմ վիտամին D-ն հիմա արդեն ես չունեմ, չեմ խմում, երևի արդեն աշունը սեպտեմբեր-հոկտեմբերին կսկսեմ։ Հաջորդ հարցը, դուք կոլագեն խմում եք, ինչ կասեք դրանց մասին։ Ես ճիշտն ասած կոլագեն երբեք չեմ խմել։ Իմ մոտ էստեղ ես նշումներ եմ արել, որ ոչ մի բան չմոռանամ կոլագենի մասին, ինչ որ ես ինֆորմացիա ունեմ ուզում եմ ձեզ ասեմ, նշել եմ, որ ոչ մի բան չմոռանամ, բայց ես երբեք կոլագեն չեմ խմել, չգիտեմ դեռ կխմեմ թե չէ, հնարավոր է որ որոշեմ խմեմ։ Դե կոլագենը, ասենք, նախ պետք է իմանանք ինչի համար են կոլագենը խմում։ Կոլագենը սպիտակուցա, որ մեր օրգանիզմում, մեր մարմնի մեջ արտադրվում է մեր մազերի, մաշկի, նայած ինչի համար ենք ուզում խմենք, մաշկի համար, մազերի, եղունգների, ոսկորների, հոդերի, անգամ մարսողության վրա է, մարսողության մեջ է դեր խաղում աղիների, այդ լորձաթաղանթի, եթե մաշկի համար, մաշկը խոնավացնելու համար, էլաստիկությունը պահպանելու համար, այդ խոնավացումը մաշկի, երբ որ կոլագենի քանակը պակասում է օրգանիզմում, բայց իդեպ ասեմ, որ 25 տարեկանից հետո արդեն օրգանիզմը քիչ է կոլագեն արտադրում։ Դրա համար պետք է արդեն ոնց որ ուշադրություն դարձնենք, էլի, տեսնենք, օրինակ սնունդից տավարի միսը, ձուկը, ձկնեղենը, դրանցից կարանք կոլագեն ստանանք։ Տավարի միսը ես խորհուրդ եմ միշտ տալիս շաբաթական մի անգամ կամ 2 անգամ ընդունել, դա արդեն խոլեստերինի կամ առողջ ապրելակերպի կամ նիհարելու համար եմ ասում, բայց տեսեք արդեն կոլագենի պահով տավարի մսից ենք ստանում, ձկից ենք ստանում, նայած ինչի համար ենք օգտագործում կոլագենը։ Հարգելի Կարսեմ Գայանեն էր հարցրել, Գայանե ջան, կախված նրանց թե ինչի համար եք ուզում, օրինակ եթե 25 տարեկանից հետո պակասում է, արդեն բնականաբար մաշկը աստիճանաբար, ես էլի եմ այդ կարծիքը բանանում, որ իրոք 25 տարեկանից հետո արդեն ոնց որ ծերացման պրոցես սկսի, որովհետև նայում ենք շատ 30 տարեկանների նայում ենք, զգում ենք, որ մաշկը արդեն ոնց որ կնճիռներ են առաջացել, աչքերի մոտ, այսինքն մաշկի որակը ուրեմն լավ չի, էլի արդեն պետք է անալիզներ երևի տալ ու ստուգել, տեսնել ինչի պակասն է, գուցե հենց այդ կոլագենի պակասն է, հետո այդ հոդերի աճառի շարժունակությունը, հոդերի ցավը, էլի կապված է նաև կոլագենի այդ պակասի հետ, որ ասենք շարժումների ժամանակ ցավ ենք ունենում կամ բան, հոդերի խնդիրները, ոսկորների խնդիրները, ոսկորների խտությունը, այդ ամեն ինչը կոլագենի հետ է կապված, ուղղակի պետք է երևի իմանալ ինչ նպատակով ենք ուզում խմել, ես դեռ չեմ խմել, եթե որոշեմ մի հատ անպայման բժշկի հետ կխորհրդակցեմ, նոր կխմեմ, որտեղ այսպես մենակ ինֆորմացիա նայելով, ինտերնետում նայելով կամ բան, այդպես ես չեմ վստահի, անպայման ես խորհուրդ կտամ բժշկի հետ խորհրդակցել, նոր ընդունել։ Ընդ որում կոլագենն էլ էլի մենակ իրանով չպետք է խմել, որովհետև էլի այդպես չի յուրացվում, պետք է վիտամին C-ի հետ ընդունել։ Հետո բացի դրանից տեսակներ կան, էլի, կախված նրանից թե ինչի համար եք ուզում ընդունել, պետք է իմանալ որ տեսակը ընդունել։ Այնպես որ սիրելի Գայանե, էդ էլ ցանկալի է որ բժշկի հետ խորհրդակցել։ Ակնոցներ այսպես դնում եմ, լույսը ընկնում է ոնց որ փայլի, բայց սիրում եմ այսպես ակնոցներով, որոշեցի, որ այսօր ակնոցներով այսպես եթեր մտնեմ։ Ինչ հարց կարել,
կասեք ոնց եք օգտագործում տոֆուն։ Տոֆուն մսի փոխարինող բան է, դե սոյայից է ստացվում։ Մսի փոխարինող, ասենք ոնց կպատրաստեիք միսը։ Տոֆուն էլ, օրինակ մենք գնում ենք այդ սպիտակը ու գնում ենք ծխեցրածը։ Երկուսն էլ չնայած նույն ձևով օգտագործում ենք։ Օրինակ ամենահասարակ ձևը մի փոքր ձեթի մեջ այդպես կտրատում լցնում ենք, ավելացնում ենք համեմունքներ, ըստ ճաշակի, ինչ որ ցանկանաք, ինչ համեմունքներ ցանկանում եք, դե քանի որ ինքը այդպես համ չունի, պետք է մտածեք ինչ ավելացնեք, որ համով լինի, էլի, համ ստանաք, կամ օրինակ կարելի է մածունով բանով այսպես յոգուրտով, յոգուրտ կամ մածունի մեջ սխտորի փոշի, քրքում, աղ, սև, կարմիր պղպեղ, ինչ որ ցանկանաք այսպես սոյայի սոուս եւ այլն ավելացնել, խառնել մեջը տոֆուն ու կարելի է ջեռոս դնել, կարելի է ինչ ձևով ցանկանաք կարող օգտագործեք։ Մենք այդպես շատ տարբեր ձևեր չենք բանանում, բայց ասենք երբեմն որ ուզում ենք ուրիշ ձև, ուղղակի YouTube-ում նայում ենք։ YouTube-ում նայեք, տեսեք որը ձեր ոնց որ ձեզ ավելի սրտամոտ կլինի, էլի, ասենք ըստ ճաշակի, որ ձևը ավելի ձեզ դուր կգա։ Մսի փոխարինող պետք է նայվի ուղղակի, ասենք միսը ոնց ենք պատրաստում, այդ ձև չէ, բայց ամեն դեպքում մեր իմպրովիզներով էլի նայած ինչը ոնց երբ։ Եթե միս չեք ուտում, տոֆուն իսկական լավ կշտացնում է, լավ փոխարինող է։ Այստեղ կարծեմ Լարիսաներ գրել, ուր է Սվետա ջան կարոտեցինք։ Բա ես ես ոնց կարոտեցի, Լարիսա ջան, ես որ որոշում եմ մի քանի օր կարող եմ 2-3 օր մտածեմ, կարող էլ չնկարեմ, ոնց որ հավես չունեմ, էլ չնկարեմ, շատ եմ ծարաբեռնվում, կարոտում եմ, հավատում եք ժողովուրդ, կարոտում եմ, ես ոնց եմ սովորել։ Ես չգիտեմ, ես մեկ մտածում եմ ինչքան բաներ կա, որ ուզում եմ անեմ, ու այս վիդեոների պատճառով չեմ անում, որ վիդեոներ եմ նկարում, հետո մշակում եմ, հետո վերջը ժամանակած բանանում, որ մեկ մտածում եմ չնկարեմ, այ կգնամ հոլանդերենի, արդեն լավ սպորտով կզբաղվեմ, կարգին ժամանակ կունենամ, ես կանեմ, են կանեմ, բայց ես էլ եմ կարոտում, հավատացեք, այնքան ոնց որ նկարողները կիմանան այս YouTube-ում ալիք ունեցողները, հատկապես վլոգ նկարողները, որովհետև այսպես կոնտակտը, սոցիալական շփումը ավելի ակտիվ է լինում ու սովորում ես այդ մարդկանց ու կարոտում ես ու հանկարծ որ մի երկու անգամ էլ մեկնաբանություն չեն գրում, մտածում ես հետաքրքիր է, ինչ չեն գրում, ինչ է եղել կամ բան։ Հավատացեք, ես էլ ձեզ եմ կարոտում։ Ես իհարկե վստահ չեմ ինչքան կնկարեմ կամ բան, բայց առայժմ նկարում եմ, տեսնեմ էլի, չգիտեմ, երեխաներս էլ են նայում, թոռնիկներս, քույրիկս նայում են, իմ հարազատներն են նայում ու ոնց որ նպատակն էլ հենց այդ էր, որ հարազատներս նայեն սկզբից հենց նպատակի այդ էր, հետ այսքան լավ մարդիկ, այսքան հարազատներ, բարեկամներ, այնքան լավ մարդիկ հավաքվեցին ալիքում։ Ես էլ սովորել եմ, տեսնենք ոնց կլինի, առաջ Աստված, տեսենք ինչքան կնկարեմ։ Իհարկե դա հարց չէր, Լարիսայի գրածը, ուղղակի մեկնաբանություն էր, ես էլ կարդացի, այսպես որ ասում սիրտս հալվեց, չկարեցա չանդրադառնամ։ Գործադուլներից օգուտ չեղավ, գործադուլներից ժողովուրդ ջան, ուրեմն պատկերացրեք, այս տարին ինչ սկսվել է արդեն այս գնացքի գործադուլները 23 անգամ արդեն գործադուլ են արել։ Հիմա ոնց որ բանակցությունների մեջ են այդ տրանսպորտի նախարարը ու դե գործադուլների ես ասել եմ, չի արմիություններն են կազմակերպում, ոչ թե աշխատողները իրանք որոշում են դուս են գալիս գործադուլի, չէ, արմիություններն են կազմակերպում։ Հիմա այս գնացքների գործադուլը տրանսպորտի, ավտոբուս, տրամվայների եւ այլը, իրանց գործադուլը կազմակերպում է այդ բնակավարի, այդ ուղղության արմիություններն են կազմակերպում։ Հիմա ոնց որ տրանսպորտի նախարարն ու կենսաթոշակների նախարարը, իդեպ կենսաթոշակների նախարարը նախկինում վարչապետ էր, հիմա կենսաթոշակների նախարարը, Եվրամիության խորհրդի նախագահ է եղել, հիմա իրանց Բելգիայի կենսաթոշակների նախարարն է։ Բանակցություններ են հիմա ակտիվ գնում, դրա համար առայժմ չեն անի գործադուլ, երևի ժամանակավոր, ես չգիտեմ քանի օրով, մինչև տեսնեն, ոնց որ ընդհանուր համաձայնությանն են եկել, այդ համաձայնագիրը պետքա տան արմիությունները նայեն, տեսնեն ոնց է, լավ է, լավ չի, հետո նոր կորոշեն, շարունակեն գործադուլները, թե չէ, թե գործադուլներն էլ անում էին
մարդիկ շատ աշխատեն ու քիչ թոշակ ստանան, դրա դեմ էին։ Տեսենք լի ինչ կլինի, որովհետև բոլորիս է վերաբերվում այդ թոշակների խնդիրը, տեսնենք ոնց կլինի։ Օրինակ ես գոլեգա ունեմ, որ 61 տարեկան է, ասում է, ես չեմ կարող ասում, մինչև 67 տարեկան աշխատեմ, ինքն է շատ այդպես խեղճացած հոգնած, ասում է, իրոք չեմ կարող ես այդքան աշխատեմ, ի վիճակի չեմ։ Ասում եմ, գնա բժշկին ասա, տես ինչ կասի, ասում եմ, բայց բժիշկը անգամ թուղթ չի տալիս, որ մի շաբաթ կամ 2 շաբաթ գոնե հանգստանամ։ Իդեպ էդ էլ են խստացրել, որ ընտանեկան բժիշկները երկար գործա, ինչա կոչվում, անաշխատունակության թուղթ չտան պացիենտներին։ Բայց ես զարմանում եմ, էլի ամեն դեպքում կան մարդիկ, որ երևի իստոմա իրանց ազգի նկատի ունեմ տվյալ մարդու ազգից է լինում բժիշկը, օրինակ կարող է թուրք է լինում կամ բան, ու ծանոթով թե ինչով էլի տալիս են մարդկալ, ավելի երկար կարում են վերցնել այդ բժշկի թուղթը, ասենք երկար բացակայեն գործից։ Իհարկե 2-3 շաբաթ է գործատուն վճարում, ասենք բժշկի թղթով 2 թե 3 շաբաթ է վճարում, դրանց հետո էլ չի վճարում։ Եթե ապահովագրությունը վճարում, եթե չէ, ուրեմն հիմնարկը հաստատ չի վճարում։ Աստիճանաբար հետ էլ պակասացնում են։ Սկզբում առաջ 2-3 շաբաթը 100% է, կարծեմ 2 շաբաթը 100% է, հետո իջնում 80%, հետո էլ չեն վճարում, հետո արդեն ապահովագրությունն է վճարում։ Բերբերինի մասին էի գրել, ինչ անել ստատինները չօգտագործել, դադարեցնել բերբերին օգտագործել, ես այդպես ինքնագլուխ խորհուրդ չէի տա անել։ Եթե ստատիններ եք օգտագործում ու միանգամից դնեք դադարեցնեք բերբերին օգտագործեք, ես խորհուրդ չեմ տա, անպայման բժշկի հետ խորհրդակցեք, հենց այդպես մի արեք։ Հետո բացի դրանից բոլորս էլ գիտենք, որ խոլեստերինը հիմնականում օրգանիզմում արտադրվում, ասենք ինչքան էլ ճիշտ չսնվենք կամ բան, հիմնականում օրգանիզմում արտադրվում։ Լյարդի վիճակը նայեք ոնց է, լյարդը մաքրեք։ Իդեպ լյարդը մաքրելու համար մի լավ բան եմ ես նայել, որ պետքա պատրաստեմ, հենց պատրաստելը կնկարեմ, ձեզ էլ ցույց կտամ։ Խորհուրդ կտամ, հենց այնպես չդադարեցնեք ձեր տեղերը, անպայման բժշկի հետ խորհրդակցեք նոր։ Ընդհանրապես ինչը կապված է առողջության հետ, ժողովուրդ ջան, անպայման բժշկի հետ խորհրդակցեք։ Վերջը բժիշկն էլի մի բան գիտեն, որ մենք չգիտենք, շատ մի բան չէ, շատ բան իրանք գիտեն, որ մենք չգիտենք, այնպես որ ես կոնկրետ այդպես եմ, ես բժշկի հետ անպայման խորհրդակցում եմ։ Ամեն ինչ, եթե բժշկի պետքա գնա, նշում եմ թղթի վրա, թե ինչ պետքա հարցնեմ, որ ոչ մի բան չմոռանամ։ Ու բժշկին ամեն ինչ հարցնում եմ, վերջը այնպես չի, որ բժշկի ինչ ասեց, ես էլ հալած յուղի տեղ ընդունում եմ, բայց գալիս եմ տուն, նորից ես մի հատ այդ ամեն ինչը նայում եմ, ստուգում եմ, ուսումնասիրում եմ, կարդում եմ, այնպես որ խորհուրդ կտամ անպայման բժշկի հետ խորհրդակցել բերբերինը ընդունելուց առաջ, այսինքն տեղերը դադարեցնելուց առաջ։ Ես մի բան մոռացա ասեմ կոլագենի հետ կապված։ Կոլագենի ամենալավ բանը հենց սպորտն է, այդքան որ ասում եմ սպորտ արեք, կոլագեն ինչի եք ուզում ընդունեք, սպորտ արեք, համ մաշկի համար է լավ, համ ոսկորների համար է լավ, համ հոդերի համար է լավ, ամեն ինչի համար լավ է սպորտը։ Սպորտ եք անում մաշկի համար ինչքան լավ է, սպորտ եք անում, մկանները լավանում են, մաշկը ձգվում է։ Խորհուրդ կտամ սպորտ անեք, իրոք։ Մենակ քայլելը չէ, քայլում եք, թեկուզ ուժային վարժություններ էլ արեք, որ մկանների համար ամենալավը ուժային վարժություններն են։ Իդեպ ես հիմա ուզում եմ, ես մինչև հիմա անում էի ուժային վարժություններ, քիչ էի անում ուժային։ Հիմնականում անում էի կարդիո կամ այդպես ընդհանուր վարժություններ, ողնաշարի ու ամբողջավարմունի համար, բայց հիմա ուժայիններից անում էի, բայց իմ այդ գանդելները մի կիլո էին, բայց ես ծնունդիս նվեր եմ ստացել 3 կիլոյանոց գանդելներ, հիմա որոշել եմ, որ շաբաթական գոնե 2 անգամով կես ժամ իմ ազատ օրերին պետքա բացի մյուս վարժություններից, որ ամեն օր անում եմ,
պետք է շաբաթի 2 անգամ կես ժամով ուժային վարժություններ անեմ։ Այնպես որ ժողովուրդ ջան, ձեզ եմ խորհուրդ տալիս ուժային վարժություններ մկանները լավացնելու համար, ձեզ լավ զգալու համար, առողջ լինելու համար, ամեն ինչի համար վարժություններ, հատկապես արդեն մեծ տարիքում, ես միշտ մեծ եմ նշում, բայց դե արդեն սպորտը միշտ էլ պետք է անել, երբեք չասեք, թող մեր ջահելներին չթվա, որ իրանք միշտ այդպես ջահել են մնալու, մենք էլ ենք ջահել եղել, նայել ենք հայլու մեջ մեր մաշկը, մեր կազմվածքը, ու չենք մտածել, որ մեծանալու ենք ու փոխվելու է ամեն ինչ։ Այսինքն, եթե այն ժամանակ այդքան մտածեինք, այն ժամանակ կանեինք։ Հիմա ենք սկսել անելը, բայց էլի ուշ չի։ Դուք էլ եթե լավ կլինի, որ հիմիկվանից սկսեք սպորտով զբաղվել, սիրելի ջահելներ։ Ես որ տեսնում եմ այդ ջահելները այդպես սպորտ են անում, այնքան եմ ուրախանում, հատկապես դե հիմա արդեն որ այս կապի միջոցները կան, TikTok բանը, տեսնում եմ մեր հայերը, հայ մարզիչներ, աղջիկ, տղա, նայում եմ հայերը սպորտ են անում, այնքան եմ ուրախանում, անկեղծորեն շատ եմ ուրախանում։ Մեծերը չգիտեմ ինչքանով են անում, բայց լավ կլինի, որ մեծերն էլ անեն շատ։ Այստեղ մեծերը նայում ես 80 տարեկան հեծանիվ են քշում։ Այս վերջերս պաշկում շուտի հետ որ սպորտ էինք անում, վազում էին 3 տղամարդ, մինիմում 70 տարեկան էին։ Վազքը իհարկե ես այդպես բան չեմ անում, որովհետև պետք է բժշկետ խորտակցել, հանկարծ ոսկորներին վնաս չլինի, էլի, ասենք կարող է ինչ-որ խնդիր լինի ոսկորների բան։ Վազքի փոխարեն կարելի է արագ քայլել։ Ես ինչ խոսամ, վերջում գալու եմ սպորտին, ժողովուրդ ջան, հասկացել եք։ Այդպես սիրելիներս, այսքան հարցերն էի սկրինշոտ արել իմ մոտ։ Եթե կան հարցեր, որ գրել եք, ու ես չեմ պատասխանել, ես նորից ներողություն եմ խնդրում եմ նորից գրեք։ Այսպես սիրելիներս, երևի այսքանով այսօրվա վլոգն ավարտեմ, ձեզ ամենալավը մաղթեմ, սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ, որ դուք կաք, շնորհակալ եմ, որ այսպիսի հնարավորություն ա ստեղծվել, կիսվել աշխարհի տարբեր ծայրերում ապրող իմ հայրենակիցների հետ, որովհետև առանց այս կապի այստեղ Եվրոպայում շատ տխուր է, Եվրոպայի ապրողները գիտեն, Եվրոպայում շատ տխուր է կյանքը, ռոբոտի կյանքը այստեղ, այդպես շփում չկա, էլի շատ ժամանակի սղության, այստեղ շատ լավ մարդիկ կան, շատ լավ հայեր կան, բայց ժամանակի պատճառով ես այդպես չեմ կարողանում շփվել, մենակ գործի տեղը, որ այնտեղ հայր ունենք, իրանց հետ դե գործի ընթացքում կարողանում ենք շփվենք, մի քիչ զրուցենք կամ բան։ Ինչևէ, ժողովուրդ ջան, լավ մնացեք, ես ձեզ ամենալավն եմ ցանկանում, ուզում եմ, որ առողջ լինեք, երջանիկ լինեք, որ ինչ նպատակներ ունեք իրականանա, թող Աստված ամենալավը ձեզ տա, առողջ եղեք, ձեզ լավ նայեք, կհանդիպենք։